Կայացավ ՀԵՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա ներկայացրեց էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու վերաբերյալ Տաշիր կապիտալի առաջարկի մանրամասներն ու դրա մերժման իրական պատճառները։ Տաշիր կապիտալի կողմից եղել էր առաջարկ հունիսի 6-ին իջեցնել սակագինը էներգոբալանսի շեղման արդյունքում առաջացած շահույթի հաշվին։ Հունիսի 13-ին ստացվել էր պատասխան, որ, այսպես կարճ ասեմ, մինչև տարվա վերջում նոր կնայենք սակագինը, այսպես կվերանայենք, եւ մեր հայտարարությունից հետո մեկի եթերում, եթե չեմ սխալվում, հանձնաժողովի վարչության պետերից մեկը մեկնաբանում էր, որ մենք իբրև թե մի կողմից դիմել ենք սակագնի իջեցման, մյուս կողմից սակագնի բարձրացման 12 միլիարդ ներդրում ավել առաջարկելով։ Դրանից հետո Դավիթ Ղազինյանը հրապարակել է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի այն նիստի ձայնագրությունը, որտեղ նրանք առաջարկել էին 12 միլիարդով ավելացնել ներդրումային ծրագիրը։ Որպեսզի պարզ լինի, Տաշիր կապիտալը, Տաշիր գրուպը ասում էր, որ թույլ տվեք մենք 12 միլիարդով ավել այս տարի այսպես գծեր սարքենք, մալուխներ վերանորոգենք եւ դրա փոխհատուցումը, իմ խոսքում, եթե լսել եք ձայնագրությունը, դրա փոխհատուցումը երբ գումար կունենաք տվեք, այսինքն հետաձգելով փոխհատուցումը, ընդհանուր, եթե չեմ սխալվում, խոսք էր գնում անգամ 30 տարվա մասին։ Եվ եթե չէ, խնդրեմ, մենք պատրաստ ենք մեր շահույթի հաշվին։ Ղազինյանը սուտ որակեց իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, թե ՀԵՑ-ն առաջարկում է սակագինն իջեցնել ընդամենը 0,2 դրամով։ Իրենք վերցրել են ընդամենը ամբողջ տարվա կիլովատով արտադրանքը բաժանել են կես տարում առաջացած շահույթի վրա։ Դա 1 դրամից ավելի էր անում միանշանակ, իսկ հաշվի առնելով, որ 2025 թվականին ԵՍՊԱ-ի դրությամբ ընդամենը 1,6 միլիարդ կիլովատ է ծախսել ամբողջ բնակչությունը, ԵՍՊԱ-ի դրությամբ էլ մեր ասած 3,6 միլիարդը դարձել է 7,2 միլիարդ։ Ընդամենը պետք է 7,2 միլիարդը բաժանել 1,6 միլիարդի վրա եւ ստանալ ինչքանով է հնարավոր իջեցնել բնակչության սակագինը։ Գոյություն ունի էներգետիկական շուկա, որը ներմուծվել է այլ երկրների իբր թե փորձով, տարբեր գրանտներով։ Դա ենթադրում է, որ ստեղծում են թրեյդերներ եւ խոշոր սպառողները կիլովատն առնում են այդ թրեյդերներից, ոչ թե ՀԵՑ-ից։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԵՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։ Հիմա պատկերացրեք, որ 23, 24, 25 թվականի ընթացքում 30 միլիարդ դրամ դուրս է եկել էներգետիկայի համակարգից։ Այսինքն, եթե չեն վճարում ՀԵՑ-ին, վճարում են տրեյդերին, որն էլ հոսանքը առնում է ուղիղ կեսերից, չգիտեմ, տարբեր կայաններից, դրա արդյունքում ամբողջ էներգետիկայի համակարգից դուրս է եկել 30 միլիարդ դրամ, այսինքն տարեկան մոտավորապես 10 միլիարդ դրամ։ Միջնորդավճարի տեսքով։ Ոչ, կիլովատը արդեն գնում են ոչ մեզանից։ Տրեյդերը ձեռք է բերում, վաճառում է հաճախորդին։ Ղազինյանի խոսքով այդ 30 միլիարդ դրամը դուրս չգալու դեպքում տարեկան մոտավորապես 5 դրամ մենակ այդտեղ կարող էր իջեցում լինել։ Դրա արդյունքում սոցիալապես ամենաանապահով խավի համար կարելի էր ընդհուպ մոտեցնել անվճարին այդ ամբողջ գումարով։ Գումարը ուղղակի վերցրել են էներգետիկայի համակարգից, անունը դրել են մոնոպոլիա, վախեցնելով ժողովրդին, որ գիտեք, մոնոպոլիան այսպես դեպքեր կան, օրինակ այս դեպքում մոնոպոլիան ավելի լավ էր, քան իրենց շուկան։ Այսինքն ստացվում է, որ մեծ ծախս ունեցող բաժանորդները, որոնք հիմնականում հանրային բաժանորդներն են, որոշակի գործունեություն ծավալող, վճարում են ավելի էժան, որի արդյունքում սակագինը բնակչության համար չի իջնում, որը իմ կարծիքով շատ սխալ է եւ մենք բազմաթիվ անգամ անդրադարձել ենք այդ փաստերին։